Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, գալայի եթերում կարևորի մասինն է։ Այս շաբաթ մենք կարևորել ենք Արցախ այցելելու համար ձերբակալված, այնուհետև Ադրբեջանին հանձնված բլոգեր, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի թեման։ Շատ քննարկվեց այս հարցը անցնող շաբաթվա ընթացքում, քաղաքացիները նաև Facebook-յան տիրույթում, սոցցանցերում անդրադարձան խնդրի քաղաքական կողմին, հնչեցին բազմաթիվ գնահատականներ, նաև Հայաստանի իշխանությունների պասիվ գործելավոճի հետ կապված, այնուամենայնիվ խնդիրն ունի նաև իրավական կողմ եւ արժե անդրադառնալ նաև խնդրին իրավական հարթությունում։ Այսօր այս հաղորդաշրջանակներում մենք կզրուցենք հենց խնդրի հետ կապված միջազգային իրավունքի թեմաներով, տաղավարում մեր զրուցակիցը Հայաստանի Հանրապետության արտարդատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է։ Շնորհակալ եմ Տիկին Հովհաննիսյան մեր հյուրը լինելու համար։ Իսկապես խնդիրը շատ հետաքրքիր է նաև իրավական տեսանկյունից փորձենք հասկանալ եւ բացատրել նաեւ հեռուստադիտողին տվյալ դեպքում որ կողմն է իրավական խախտումով հանդես եկել Ադրբեջանը թե Բելոռուսը, որովհետեւ քննադատությունները հիմնականում ուղղվեցին Ադրբեջանին, այնինչ հանձնող կողմը, այսպես ասենք, Բելոռուսն էր։ Եվ ինչ խախտումների մասին է խոսքը, միջազգային իրավունքի ինչ խախտումներ են արձանագրվել։ Շատ լավ։ Եթե թույլ տաք, ես մի փոքր մանրամասնեմ այս հարցադրման հետ կապված տարբեր բաղադրիչները, որովհետև հարցը ունի մի քանի ասպեկտ։ Նախ սկսենք նրանից, որ Ադրբեջանը պաշտոնական հարցմամբ, ինչպես գիտեք, խնդրել էր, որպեսզի Բելառուսը իրեն հանձնի, ընդ որում, երբ որ ուսումնասիրում ենք Բելառուսի համապատասխան փաստաթղթերը, թե ինչի հիման վրա է հանձնվել, որ փաստաթղթի հիման վրա է հանձնվել, եւ ինչ հանցանքներ են մեղսագրվում այդ բլոգերին, ակնհայտ է դառնում, որ այստեղ կա քաղաքական ենթատեքստ, բայց այդ քաղաքական ենթատեքստը իրականում իրագործվել է իրավական լրջագույն վերապահումներ, եթե չասեմ կոպտագույն սխալներով։ Խնդիրն այն է, որ մենք պիտի առաջին հերթին ուսումնասիրության առարկա դարձնենք, թե Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ ինչպիսի իրավական պայմանագրային դաշտ կա։ Շատերը հղում են անում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, մի մասը հղում կատարեց Մինսկի կոնվենցիային եւ այլն։ Մինչդեռ բարձ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ կա եւ գործում է այսօր ընդամենը մեկ համաձայնագիր։ Խոսքը վերաբերում է 2002 թվականին կնքված Քիշնևի համաձայնագրին ԱՊՀ շրջանակներում քաղաքացիական քրեական գործերով իրավական օգնության պայմանագիրը, որ երկրորդ մասը կարգավորում է հանձնման կամ էքստրադիցիայի, այսինքն դատապարտյալների հանձնման հատվածը։ Եվ այսինքն կոնվենցիան ըստ էության միակ փաստաթուղթն է, որ այս երկու երկրների միջև գործում է։ Դրա համար մենք ստիպված ենք հայացքներս հառել դեպի կոնվենցիայի համապատասխան դրույթներ եւ տեսնել ինչ է այնտեղ նախատեսված։ Իսկ այնտեղ նախատեսվածը հետեւյալը, որ մի կողմը մյուս կողմին կարող է հանձնել դատապարտյալին, եթե այն արարքները ուշադրություն դարձրեք, այսինքն այն հանցագործությունները, որոնց համար այդ անձը մեղադրվում է, երկու կողմում էլ, թե Բելառուսում եւ թե Ադրբեջանում համարվում են հանցագործություն։ Սա առաջին հատվածը, եւ երկրորդ նույն կոնվենցիան եւ Բելառուսի ներքին օրենսդրությունը ունեն կանոններ, որոնց համաձայն հարցումը չպիտի բավարարվի կամ ենթակա չէ բավարարման, եթե ծանրակշիռ փաստարկներ կամ հիմքեր կան ենթադրելու, որ հարցում անող կողմը իր հարցման հիմքում դրել է քաղաքական հայացքների համար տվյալ անձի ուրեմն պատժելու, այսպես ճակերտներում ասեմ, խնդիրը։ Կներեք, այստեղ ընդհատեմ ձեզ, ուրեմն Բելոռուսի քաղաքական շրջանակներում մենք այս օրերին փորձեցինք զրուցել նաև իրենց հետ, ասում են, որ Բելոռուսի եւ Ադրբեջանի միջև ԱՊՀ շրջանակներում կնքված փոխօգնության համաձայնագիրն է։ Խոսքը այդ համաձայնագրի մասին է 2002։ Այո, որովհետև նախ մենք ունեինք եւս մեկ համաձայնագիր 93 թվականին կնքված, կրկին իրավական փոխօգնության համաձայնագիր էր, որը սակայն դադարեց գործել այն պահից սկսած, երբ այս կամ այն պետությունը սկսեց դավավերացնել։ Օրինակ, Ռուսաստանի, եթե հիշողությունս չի դավաճանում, Վրաստանի եւ Ուկրաինայի համար Քիշնևի կոնվենցիան, որին ես հղում եմ անում, չի գործում։ Մինչդեռ օրինակ Հայաստանի եւ Բելառուսի միջեւ, Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ գործում է իմ ասած եւ ձեր կողմից մատնանշած ենթադրաբար այդ կոնվենցիան։ Հենց այդ կոնվենցիայի մասին է խոսքը, այլ իրավական հիմք չկա։ Սա ես ուզում եմ հատուկ փաստել։ Սա ամենակարևորն է։
Բելարուսը միացած չէ նաև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, նա Եվրոպայի խորհրդի անդամ չէ եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները նրա համար պարտադրականություն կամ նույնիսկ այսպես ասենք կողմնորոշիչ նշանակություն ունենալ չեն կարող։ Եվ հետեւաբար նորից եմ կրկնում, մենք պիտի տեսնենք, թե ինչ է նախատեսված այն կոնվենցիայով, որին հղում են անում թեկուզ նույն նրանց քաղաքական կամ իրավական շրջանակները։ Եվ ինչպես արդեն ասացի, այդ կոնվենցիան ասում է, երկու դեպքում կարող ես հանձնել։ Պայմանը երկուսն է, որից առաջինը շատ ակնհայտ եւ իրավական պայման է։ Եթե այն արարքները, որոնց համար պիտի հանձնես, հանցագործությունը եւ Բելարուսում եւ Ադրբեջանում։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչ արարքների կամ ինչ հոդվածներ են դրված, այսպես ասած, եթե ավելի մատչելի լեզվով խոսեմ, ինչ հոդվածների համար է այդ անձը դատապարտվում։ Ծանրացրած է արհեստականորեն երկու հոդված։ Այ երկու հոդված է դրված նրա վրա։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է Ադրբեջանի, ես խոսքը գնում է Ադրբեջանում, թե ինչ հոդվածներով է գործը հարուցված։ Ադրբեջանի պետական սահմանը հատելը, իսկ մենք այստեղ տեսնում ենք, որ խոսքը վերաբերում է ոչ թե առաջին հերթին թե Ղարաբաղին, բայց խոսքը գնում է հենց Ադրբեջանի սահմանը հատելու մասին, որին իրենք կարծես թե ուշադրություն չեն դարձրել 2000 դեռևս 11-ի ապրիլին։ Եվ երկրորդ հոդվածը, որը նրա վրա կրկին դրված է, Ադրբեջանի դեմ, այսինքն պետական կոչերով, այսպես պետության դեմ կոչերով հանդես գալն է։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչպիսի հոդվածներ են նախատեսված ուրեմն Բելարուսի քրեական օրենսգրքում։ Մենք ստիպված ենք դա անելու։ Եթե ուզում ենք իրավական ճիշտ պատասխան ստանալ, մենք ստիպված ենք նայելու այդ հոդվածները կան Բելարուսի քրեական օրենսգրքում, թե ոչ։ Ինչ վերաբերում է, սկսեմ առաջինը շատ հեշտ է, կոչեր առհասարակ չեն եղել։ Այնտեղ խոսքը վերաբերում է Բելարուսի ազգային անվտանգության դեմ ուղղված կոչերին։ Ակնհայտ է, որ Լապշինը Բելարուսի ազգային անվտանգության դեմ ուղղված կոչեր չի արել։ Սա մեկ։ Երկրորդ, խոսքը գնում է Բելարուսի քրեական օրենսգրքում Բելարուսի պետական սահմանը հատելու մասին։ Ակնհայտ է, որ Լապշինը Բելարուսի պետական սահմանը չի հատել։ Ինչու եմ ես սա շեշտում, որովհետև նույնիսկ հայաստանյան պրակտիկայում եղել է դեպք, երբ Հայաստանում մերժվել է արդարադատության նախարարի կողմից հանձնելը քաղաքացուն մեկ այլ երկրի, որովհետև այդ քաղաքացին հատել էր ոչ թե Հայաստանի սահմանն ապօրինաբար, այլ այն երկրի սահմանը ապօրինաբար, որը պահանջում էր, եւ մենք չենք հանձնել։ Ինչու՞, որովհետև երբ դու նրան հանձնում ես կամ Ադրբեջանի սահմանը հատելու համար, պիտի նայես Ադրբեջանի սահմանը հատելը քո քրեական օրենսգրքով հանցագործություն է, թե ոչ։ Ակնհայտ է, որ ոչ։ Ես այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ այս իրավական հենց խնդրի վրա, որ սա ոչ թե իմ մեկնաբանությունն է անգամ, այլ սա շատ այսպես մեկ նախադասությունով տեղ է գտել նաև Բելարուսի գլխավոր դատախազության որոշման մեջ, որը վերաբերում է դատապարտյալի հանձնմանը, հետևյալ ձևակերպմամբ, որ չնայած հանցակազմի, սա իրավական եզրույթ է, հա, հանցակազմի որոշ հատկանիշների եւ իրավաբանական որակման անհամապատասխանություններին, այդուհանդերձ նա ենթակա է հանձնման, որովհետեւ գնահատվում են փաստական հանգամանքները։ Սա հակասում է քրեական իրավունքի դասական կանոններին։ Երբ անձը հանձնվում է, պիտի բոլոր հատկանիշները համապատասխանեն։ Տառացիորեն պիտի նկարագրությունը լինի նույն, տառացիորեն։ Հետևաբար կարող էր հանձնվել, եթե Ադրբեջանի պետական սահմանն էր հատել։ Հիմա անդրադառնանք հարցի երկրորդ կողմին, քաղաքական հայացքների կտրվածքով այդ դիտարկմանը։ Ուրեմն նախ վերադառնալով նախորդ մտքից, ակնհայտ է այս ձևակերպամբ, որ Բելարուսի իրավական տվյալ դեպքում կողմը, այսինքն գլխավոր դատախազությունը, տեսել է, որ կա անհամապատասխանություն այդ հոդվածների միջև։ Այն հոդվածների, որոնք իրար իբր թե այդ նույն Քիշնևի կոնվենցիայի, որին իրենք հղում են արել, կոնվենցիայի 66-րդ հոդվածի երկրորդ մասին, այդ կոնվենցիայի հետ կա անհամապատասխանությունը, բայց այդուհանդերձ նրանք ասել են, որ պետք է գնահատվեն այլ բաներ։ Չկա այդպիսի գնահատում, դրա անհրաժեշտությունը չպիտի լիներ։ Իսկ միջազգային հետախուզում որպես այդպիսին եղել է։ Չի կարող միջազգային հետախուզում լինել։ Սա եւս փյուրը բռնում է որպես այդպիսին։ Առանձին դեպքերում պետությունները պիտի Ինտերպոլին դիմեն կամ դիմում են պաշտոնական հարցմամբ, այսինքն էքստրադիցիայի կամ այլ բաների համար, բայց մենք երեք էլ տեղեկացանք արդեն հենց Ինտերպոլից նրանց գլխավոր քարտուղարությունից, որ չի եղել, ոչ նրա նկատմամբ որևէ միջազգային հետախուզում չի եղել։ Այսինքն այս հատվածը եւս հերքվեց։ Սա ակնհայտորեն նշանակում է մի բան, հանձնվել է Քիշնևի կոնվենցիայով։ Եվ քաղաքական նկատառումների մասին եմ ուզում խոսել, որտեղ երբ այնտեղ նշվում է, որ ծանրակշիռ փաստարկներ կան ենթադրելու, որ քաղաքական հայացքների համար է արվում հարցումը,
Այստեղ մենք պիտի ուշադրություն դարձնենք ինչ է նշանակում այդ քաղաքական հայացքները։ Դասական իմաստով խոսքը չի վերաբերում նաև քաղաքական հայացքներին, որովհետև Լապշինի հայտարարություններում հակասություններ նույնիսկ կարող ենք գտնել։ Ես չեմ ուզում հարցի այդ կողմին անդրադառնալ, այսինքն այնպես չի որ միանշանակ օրինակ հայամետ կամ, չգիտեմ, այդպիսի հայտարարություններով է միշտ հանդես եկել եւ հենց իր բառացի քաղաքական հայացքների համար է։ Միջազգային պրակտիկայում այն հանցագործությունները, որոնք այս պահի դրությամբ մեղսագրվում են կամ որոնց մեջ մեղադրվում է Լապշինը, ընդունված է անվանել քաղաքական հանցագործություններ։ Եվ անկախ նրանից, որ մենք միջազգային, այսպես ասենք, դու ուղիղ չեք տեսնի կոնվենցիաներում կամ օրենսգրքերում գրած այս քաղաքական հանցագործությունը, դա ընդունված է։ Երբ պետությունը գնահատում է իր դեմ այդ հանցագործությունները, ակնառու է, որ Ադրբեջանը գնահատել է այս կամ այն հայտարարությունը կամ քայլը իր դեմ, կոչ որպես այդպիսին իրենց հոդվածով չի եղել բնականաբար։ Հետաքրքիր է ինչ պատասխանատվություն է սահմանում կոնկրետ տվյալ դեպքում Ադրբեջանի օրենսդրությունը ինչ է ենթադրում, ասենք ազատազրկում։ Այստեղ էլ ձեր ուշադրությունը հրավիրեմ, որ շատ տարօրինակ կերպով ուրեմն հոդվածները նրա վրա դրված են ամենածանրերը։ Որակումները կատարված են Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների 3-րդ մասերով։ Սա զուտ հեռուստադիտողի համար, այսինքն լսարանի համար ասեմ, որ ցանկացած հոդվածի մասի շարունակությունը, այսինքն երկրորդ մասը ավելի ծանր է, քան առաջինը, երրորդը ավելի ծանր, քան երկրորդը եւ այդպես շարունակ։ Այսինքն այս պահի դրությամբ ամենածանր հոդվածներով է հարուցված եւ ամենածանր մասերով նրա վրա դրված է կազմակերպված խմբի կողմից դա անելը, չբարձված ընդ որում անձանց հետ, այսինքն ովքեր են այդ անձինք, այդում հետ է հատել այդ սահմանը, այդում հետ է այդ կոչերն արել, չափազանց անհասկանալի, եթե չասենք զավեշտալի, որտեղ ակնհայտ է, որ չկա ինչ որ մեկը, որը չպարզված հանգամանքներում կարող է գիտեք կոչ անել Ադրբեջանի, այսինքն պետության դեմ որպես այդպեսին կոչով հանդես գալ։ Երկու հոդվածներում էլ դրված է ամենածանր, իսկ դա ենթադրում է Ադրբեջանի քրեական օրենսդրությամբ 5-ից 8 տարի ազատազրկում։ Սա ակնհայտ է։ Այստեղ արդեն պիտի աշխատեն այն կոնվենցիաները, եթե ես ձեզ առաջին քայլով ասում եի Բելարուսի եւ Ադրբեջանի հարաբերություններում։ Հիմա մենք պիտի չմոռանանք մի հանգամանք, Հայաստանը այստեղ ունի իհարկե շահագրգռվածություն, բայց դա որպես երրորդ կողմի շահագրգռվածությունն է։ Իրավական տեսանկյունից Հայաստանը միջամտելու որևէ լծակ չունի։ Այստեղ պիտի աշխատեն այն լծակները, որոնց քաղաքացի, այն պետությունների լծակները, որոնց քաղաքացի է Լապշինը ինքը, Ռուսաստանի Դաշնությունը եւ Իսրայելը։ Տվյալ դեպքում արդեն Ադրբեջանի եւ նրանց միջև ինչ կոնվենցիաներ են գործում, այդտեղ արդեն նշանակություն կունենա։ Եվ եւս մի թյուր կարծիք, որը տարածված էր, բայց ես իմ սկզբի խոսքում էլ նշեցի, որ Բելարուսի նկատմամբ որևէ քայլ որպես այդպիսին թեկուզ Լապշինի հարազատների կողմից միեդի ուղղությամբ չի կարող արվել։ Երբ որ մենք ասում ենք մարդու իրավունքների եվրոպական արժեքների, չգիտեմ, ջատագով եւ այլն, մենք պետք է բարձ մի ճշմարտություն ընդունենք։ Չկա այդ երկրի համար այդ կոնվենցիան, չկան նա չի վավերացրել, Եվրոպայի խորհրդի անդամ չէ եւ այդ ամբողջ դաշտը, որ մենք միշտ ասում ենք միեդի որոշումներ չի աշխատում։ Նախադեպային իրավունքը եւս։ Այսինքն ստացվում է, որ տվյալ դեպքում կոնկրետ իրավախախտող կողմը Բելարուսն է, սակայն դրա այդ պետության համար, այդ երկրի իշխանությունների համար որևէ օրենք չի գործում։ Իշխանությունների համար կամ պետության համար որպես այդպիսին դժվար է սահմանել, թե ինչ պատասխանատվություն կարող է վրա հասնել իրենց միջև, որովհետև դա եղել է իրենց մեկնաբանությունը այն կոնվենցիայի, երկու պետությունների միջև գործող կոնվենցիայի, որը իրենք երկուսով են, այսինքն իրենց միջև է դա գործում եւ նրանք մեկնաբանել են այդ կոնվենցիան։ Ես ներկայացրեցի ձեզ իրավական հիմքերը, ինչու այդ կոնվենցիան չէր կարող գործել կամ նույնիսկ այդ կոնվենցիայի պայմաններում չպիտի հանձնվեր Լապշինը, բայց այդ երկու երկրների միջև դա արդեն գործում է, այսինքն պետության պատասխանատվության մասին չենք, որ այստեղ պիտի խոսենք։ Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը պարզ դիտում է այս ամենը խոսքի ազատության եւ մի շարք այլ հիմնարար արժեքների դեմ խախտում, եւ այստեղ բնականաբար արդեն պիտի սկսի աշխատել մյուս հատվածը Ադրբեջանում ինչպես նրանք կվերաբերվեն։ Իհարկե մեր հարևան երկրի վերաբերմունքը առհասարակ մարդկանց ու եվրոպական արժեքների նկատմամբ ոչ մեկիս համար գաղտնիք չէ, ինչպես են նրանք վերաբերում այս կամ այն երևույթին կամ առհասարակ մարդուն որպես
էակ նրանց վերաբերմունքը այո արժեք ինչպես է, այստեղ թերևս ես կլռեմ հնարավոր սպասվող ուրեմն զարգացումներին մենք տեղյակ կլինենք, բայց իրավական տեսանկյունից մի հետ դիմելու հնարավորություն կունենան Ադրբեջանի դեմ եւ ոչ թե Բելարուսի։ Ովքեր Լապշինի հարազատները։ Այն հարազատները եւ այլ սուբյեկտներ, ովքեր իրավունք հնարավորություն կունենան դիմելու մի հետ, բայց միանշանակ ոչ Բելարուսի դեմ։ Այսինքն տվյալ դեպքում ինչքան էլ մենք փորձենք ասել, որ Հայաստանը այստեղ երրորդ կողմ է հանդիսանում, այնուամենայնիվ խնդիրը քաղաքական ասպեկտից շատ կարևոր է մեզ համար եւ Հայաստանը իրավական առումով որևէ քայլ չի կարող ձեռնարկել։ Իրավական տեսանկյունից որպես այդպեսին, որ կարող էր սա անել եւ քայլ պիտի աներ կամ չարեց կամ արեց, ոչ։ Լապշինը Հայաստանի քաղաքացին չէ, որ թեկուզ այդ տեսանկյունից ուրեմն որևէ քայլ ձեռնարկվի։ Քաղաքական, դիվանագիտական եւ մնացած ասպարեզներում հավատացնում եմ ձեզ, որքան կա դրա տեսանելի, այնքան էլ դրա անտեսանելի հատվածը եւ բնականաբար Հայաստանը չի կարող ձեռքերը ծալած նստել կամ չխոսել այդ մասին, չբարձրաձայնել, հետեւություններ չանել եւ ինչու ոչ որոշակի քայլեր չձեռնարկել։ Այդ մասին քայլ առ քայլ այնքանով որքանով կա կլինի դրա տեսանելի կամ բուրգի երևացող հատվածը բոլորս կտեղեկանանք։ Մնացածը արդեն առավելապես միջպետական հարաբերությունների դաշտում է, առավելապես, այսպես ասենք, դիվանագիտական հարաբերությունների դաշտում է եւ դուք լսել եք նաեւ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը եւս հանդես է եկել հայտարարությամբ, այսինքն այս պահի դրությամբ Հայաստանը ավելին իրավական տեսանկյունից անել չէր կարող։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն նաև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ սա կարևորի մասին էր կալայի եթերում, որը ավարտվեց, մենք զրուցում էինք հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու թեմայով, հաղորդումն ավարտվեց, տեսություն։